մայիսի 9-ի գիշերը ժամը 4-ին հակառակորդի վերջին զինվորները լքեցին Շուշին եւ առավոտյան հայ զինյալները մուտք գործեցին հայոց հինավուրց Բերդաքաղաք։ Ազատագրվեց Շուշին, հնամյա, տանջահար ու վիրավոր։ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ցածանվեց հայոց եռագույնը եւ մոմի բույրը բարձրացավ եկեղեցու պատերնի վեր, կամարներն ի վեր։ Շուշին սպասում էր իր հարազատ զավակներին։ Նրանց, որոնց նախնիներն իր պարիսպներն են կառուցել, շինել են եկեղեցի եւ ուսումնարան, կամարակապ տներ ու սալահատակ փողոցներ, հրապարակել են թերթ ու գիրք, կրթել են մանուկներին, բայց եւ առնախում թշնամու սրից ու հրից նահատակվել են իրենց տան առաջ, հարազատ քաղաքի փողոցներում ու եկեղեցու բակում։ Եվ ահա Ղազանչեցոց եկեղեցու գմբեթին կրկին վեր է առնում ուծված խաչը։ Այն խաչը, որ մեր ռազմիկներին անսասան հավատով, աննկուն կորովով գրոհի մղեց, նրանց հոգիներում վառ պահելով հաղթանակի կեռոնը։ Վեր է առնում որպես մեր հազարամյա գոյության ու գալիք դարերի լույս խորհրդանիշ։ Պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա եւ պահպանյա, սուրբ է պատվական խաչի քոյի խաղությամբ, եկեղեցիս Հայաստանյաց եւ ժողովուրդն հայոց, Հայաստան եւ Արցախ հանրապետությունս եւ բանակս հայոց, Փրկյա եւ ազատյա հերիվիլի վաների ու ճշնամյաց, եւ արժանավորագությամբ փառավորենք ըստ քեզ անթոր եւ սուրբ հոգուդ, այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն, Տեր, կեցուդու ըս հայս։ Տարիներն ակնթարթ սահում են, հեռանում, սակայն ժամանակի մշուշից վեր են հառնում Շուշիի գործողության մշակմանն ու իրականացմանը մասնակցած բոլոր հերոսներ, ովքեր կերտեցին հարսանիքը լեռներում առասպելը։